Հարավային Կալիֆորնիայի բնակիչների համար հրաշալի նորություն կա։ Մետրոլինկը պատրաստվում է անվճար երթևեկություն ապահովել տրանսպորտի հավասարության օրը։ Ամեն տարի փետրվարի 4-ին նշվող այս օրը նվիրված է քաղաքացիական իրավունքների լեգենդար պաշտպան Ռոզա Փարքսի ծննդյան տարեդարձին։ Ուղևորները հնարավորություն կունենան առանց տոմսի օգտվել մետրոլինկի ծառայություններից բոլոր 67 կայարաններում։ Ուղևորցը չեղարկելու նախաձեռնությանը միացել է Լոս Անջելեսի մետրոն, Օմնիթրանսը, ինչպես նաև Օրինջի, Ռիվերսայդի, Սան Բերնարդինոյի և Վենտուրայի տրանսպորտային վարչությունները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ սիրով են օգտվում նման հնարավորություններից և պահանջարկը մեծ է։ Ըստ պաշտոնական տվյալների, անցյալ տարի այս նույն օրը մետրոլինկը գրանցել է ավելի քան 27,000 ուղևոր, ինչը 22%-ով գերազանցել է այդ ամսվա սովորական երեքշաբթի օրվա միջին ցուցանիշը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ ԱՄՆ-ից մի խումբ հայեր են արտաքսվել, նրանց ինքնաթիռով Երևան են հասցրել։ Թրամփի նավատորմը սլանում է դեպի Իրան խանդավառությամբ և բռնությամբ։ Արդյոք կկրկնվի Վենեսուելայի սցենարը։ Ոսկու գինը հատել է $5,500 ֆանտաստիկ շեմը։ Ինչ կապ ունի դա Թրամփի և Իրան սլացող նավատորմի հետ։ Սառցե ծուղակ ԱՄՆ-ում 73 զոհ և նոր ավելի հզոր փոթորիկի սպասումներ։ Արևելքը ձյան տակ, իսկ արևմուտքը կանգնած է ռեկորդային ձնային երաշտի առջև։ Պայթյուններ Լոս Անջելեսի մարզում, պրոպանի ցիստերները օդ էին բարձրանում։ Դրամատիկ փրկություն ուղիղ եթերում, SUV-ն 150 ֆուտ բարձրությունից ընկել է ժայռից։ Եփղեկին մարդ է, ոչ թե ռոբոտ։ Waymo-ի խելացի մեքենան ջարդուփշուր է արել էքոփարքը։ Ամազոնը հրաժեշտ կտա 16,000 աշխատակցի, իսկ աշխարհի խոշորագույն առաքման ընկերությունը հրաժեշտ կտա Ամազոնին ու սեփական աշխատակիցներից 30,000-ին։ Ինչ են առաջարկում գործազուրկներին։ ԱՄՆ-ում հասունանում է հարկային նոր հեղափոխություն, ովքեր կշահեն։ Տուն գնելն այլևս ձեռնտու չէ, ինչու են շատերը հրաժարվում իրենց երազանքից։ Իսկ թողարկման երկրորդ մասում կաշխատի իմ գործընկերը Մանու Հարությունյանը այսօր պատմելու է առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների մասին, այնպես որ բաց չթողնեք։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրման և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և գրեք, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Ըստ լրատվամիջոցների տվյալների, օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով են տեղափոխվել արտաքսվածները։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, բայց չի նշել ժամանածների թիվը։ Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան, այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ, ասել են նախարարությունից, այլ մանրամասներ չեն տրամադրել։ Նախնական տվյալներով ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան։ Երևանից ինքնաթիռը մեկնել է Ուզբեկստան, տեղափոխելով ավելի քան 40 արտաքսված անձ։ Թրամփը Իրանին խիստ վերջնագիր է ներկայացրել կամ նոր միջուկային գործարք, կամ ավերիչ պատերազմ։ Նախագահը հայտարարել է, որ դեպի տարածաշրջան է շտապում ամերիկյան ռազմանավերի հսկա արմադա զորագույն Աբրահամ Լինքոլն ավիակրի գլխավորությամբ, որպեսզի ստիպի Թեհրանին հրաժարվել միջուկային հավակնություններից։ Սոցիալական ցանցերում արված իր գրառման մեջ Թրամփը չի խնայել գունեղ մակդիրները։ Հսկայական արմադան շարժվում է դեպի Իրան, այն շարժվում է արագ, մեծ ուժով, խանդավառությամբ և նպատակասլացությամբ, գրել է նա, ընդգծելով, որ այս նավատորմը ավելի խոշոր է Վենեսուելա մեկնածից և պատրաստ է առաքելությունը կատարել արագությամբ և բռնությամբ, եթե դա անհրաժեշտ լինի։ Հինգշաբթի օրը ոսկին սահմանեց նոր պատմական ռեկորդ, մեկ ունցիայի դիմաց գերազանցելով $5,500։ Գները, որ դեռ երեքշաբթի էին հատել 5,000-ի սահմանագիծը, ընդամենը 4 օրվա ընթացքում ավելացել են ավելի քան 500-ով։
Աճի հիմնական շարժիչը աշխարհաքաղաքական լարվածությունն է, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը կոչ արեց Իրանին գործարք կնքել միջուկային զենքի վերաբերյալ, այլապես հաջորդ հարձակումը շատ ավելի վատ է լինելու։ Թեհրանն անմիջապես պատասխանեց սպառնալիքներով, խոստանալով հարվածել ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Այս անորոշության ֆոնին ռեկորդներ են գրանցում նաեւ մյուս մետաղները։ Արծաթը հասել է $119.34, պլատինը երկուշաբթի գրանցված ռեկորդից հետո կայունացել է $2697 սահմաններում։ ԱՄՆ արևելյան հատվածը հայտնվել է բնության կատաղի հարվածի տակ։ Այն արդեն խլել է առնվազն 73 մարդու կյանք չորեքշաբթի օրվա դրությամբ, 69 միլիոն մարդ դեռևս գտնվում էր ցրտահարության վտանգի մասին զգուշացումների գոտում, իսկ Թենեսիում եւ Միսիսիպիում ավելի քան 100,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Կանադայից ներխուժած արկտիկական օդը ստեղծել է անտանելի պայմաններ, անգամ Հուդզոն գետը մասամբ սառել է։ Չիկագոյում գրանցվել է -14, Քլիվլենդում -11, իսկ Դալասում -22 աստիճան։ Ազգային եղանակային ծառայությունը նախազգուշացնում է, որ սա կարող է լինել ցրտի ամենաերկարատև տևողությունը մի քանի տասնամյակների ընթացքում։ Բնությունը սակայն չի պատրաստվում կանգ առնել։ Հանգստյան օրերին սպառնում է նոր ձմեռային փոթորիկ։ Նյու Յորքի արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը հորդորում է բնակիչներին չկորցնել զգոնությունը եւ նախապես պատրաստվել։ Մինչև ԱՄՆ-ի որոշ հատվածներ պայքարում են ձմեռային փոթորիկների եւ սառույցի դեմ, երկրի արևմտյան նահանգները բախվում են ճիշտ հակառակ խնդրին՝ ձյան ռեկորդային պակասին։ Ըստ պաշտոնական աղբյուրների, գրեթե բոլոր լեռնային շրջաններում ցուցանիշները նորմայից զգալիորեն ցածր են։ Իրավիճակը հատկապես մտահոգիչ է Քոլորադոյում եւ Յուտայում, որտեղ գիտնականներն ահազանգում են աննախադեպ չորության մասին։ Մենք անհայտ տարածքում ենք եւ գնում ենք դեպի երբևէ ունեցած ամենացածր ձնածածկույթը, նշել են Յուտայի համալսարանի ներկայացուցիչները։ Վաշինգտոն, Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգներում գրանցվել է ամենատաք դեկտեմբերը։ Ձյան բացակայությունը լուրջ սպառնալիք է ջրամատակարարման, գյուղատնտեսության եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Լոս Անջելեսի հարավային Էլ-Մոնթե քաղաքում հսկայական հրդեհ է բռնկվել, ըստ շրջանի հրշեջների, հրդեհի տարածքում պրոպանի ցիստերներ են պայթել ու օդ բարձրացել։ Իրավիճակի լրջությունը հաշվի առնելով միանգամից հայտարարվել է տագնապի երկրորդ, ապա երրորդ աստիճան։ Հրդեհը տարածվել էր եւ մեկ այլ շենք եւս բռնկվել էր, պահանջելով լրացուցիչ ուժեր։ Այս զարգացումներից րոպեներ անց պատասխանատուները հայտարարել են, որ տարածքից մարդկանց տարհանելու հրաման է տրվել։ Չնայած իշխանությունների այս կարգադրությանը, որոշ բնակիչներ, որոնցից շատերը դեմքերը ծածկած, հավաքվել էին փողոցի մյուս կողմում եւ հետևում էին զանգվածային պայթյունների շարքին։ Դրամատիկ փրկարարական գործողություն ուղիղ եթերում սև SUV-ն Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիի մոտ 150 ֆուտ բարձրությունից ընկել է ներքև, ավտոմեքենան գլխի վայր հայտնվել է խիտ թփուտներում։ Տեղական հեռուստաալիքներից մեկի ուղղաթիռը վերևից նկարահանել է ամբողջ գործողությունը, տասնյակից ավելի փրկարարներ իջել են զառիթափ լանջով, մալուխների եւ շղթաների միջոցով ամրացրել են ավտոմեքենայի կմախքը, այնուհետև ծանր փրկարարական գործիքներով ազատել վարորդին։ Վարորդը կին էր։ Պարամեդիկի նախ ուղղաթիռով իջեցրել են նրա մոտ, հաստատելու, որ գիտակից է եւ կայուն։ Մեքենայում ուղևոր չի եղել։ Վթարվածին տեղափոխել են տրավմատիկ կենտրոն։ Գլենդելից ոչ հեռու Էքոփարկում Վեյմոյի նորագույն ռոբոտ տաքսին հարվածել է կայանված մեքենաներին։ Հետաքրքիրն այն է, որ ըստ Վեյմոյի վթարի պահին մեքենայի ղեկին ոչ թե ավտոպիլոտն էր, այլ ընկերության հատուկ մասնագետը, որն ինչ-ինչ պատճառներով կորցրել է կառավարումը։ Մեքենան վարող աշխատակիցը չի տուժել, սակայն մինչև այժմ չի հստակեցվել, թե կոնկրետ ինչն է դարձել վերահսկողությունը կորցնելու եւ ճանապարհից դուրս գալու պատճառ։ Այնուամենայնիվ, Վեյմոն նախատեսում է մեքենայի այդ մոդելը ավելացնել իր ցանցին արդեն այս տարվա վերջին, որպես գործող ինքնակառավարվող տաքսիների լրացում։ Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում սիրահար զույգը որոշել է զբոսնել ուրիշի մեքենայով։ Տուժողը գնումներ էր կատարում, երբ երիտասարդները գողացել են նրա տրանսպորտը։ Ոստիկանները գողացված փոխադրամիջոցը նկատել են եւ սկսել հետապնդել։
Կասկադյալները դուրս են եկել մայրուղուց հարվածելով մեկ այլ մեքենայի, ապա երկրորդին։ Բարեբախտաբար վթարների հետևանքով զոհեր չեն եղել, իսկ փախուստը երկար չի տևել։ Ամենաուշագրավը, սակայն, ձերբակալության պահն է, երբ զույգը լքել է մեքենան։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ղեկին գտնվող կինը քայլում մայթով փորձելով ձուլվել անցորդներին եւ այդ ընթացքում փուչիկից անհայտ գազ շնչում։ Զբոսանքը ընդհատվել է, երբ ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել երկուսին։ Ամազոնը հայտարարել է զանգվածային կրճատումների նոր փուլի մասին։ Առնվազն 16,000 աշխատատեղ է կրճատվում։ Ամիսներ առաջ 2025-ի հոկտեմբերին Ամազոնը աշխատանքից ազատել էր 14,000 աշխատակցի։ Ովքեր ընկերությունում նոր աշխատանք չգտնեն, կազատվեն սահմանված արտոնություններով։ Կշարունակենք նաև ներգրավել աշխատակիցներ եւ ներդրումներ կատարել ռազմավարական ոլորտներում ու գործառույթներում, որոնք կարևոր են մեր ապագայի համար, ասվում է ընկերության հայտարարության մեջ։ COVID-19-ի ժամանակ Ամազոնի աշխատուժը կրկնապատկվել էր։ Հետագա տարիների համար կրճատումները կանխորոշված էին։ Սա Ամազոնի համար ամենամեծ կրճատումն է 2023 թվականից ի վեր, երբ ընկերությունը հեռացրել էր միանգամից 27,000 մարդու։ Աշխարհի խոշորագույն առաքման ընկերությունը United Parcel Service-ը հայտարարել է 2026 թվականին մինչև 30,000 աշխատատեղ կրճատելու եւ 24 օբյեկտ փակելու մասին։ 2025-ին ընկերությունը արդեն իսկ կրճատել էր 48,000 հաստիք եւ դադարեցրել 93 շենքերի շահագործումը։ Գլխավոր զոհը Ամազոնն է, որի էժան առաքումները ըստ UPS-ի լուրջ հարվածում են ընկերության շահութաբերությանը։ Մենք գտնվում ենք Ամազոնի հետ ծավալների կրճատման ծրագրի վերջին 6 ամիսներում, նշել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։ Ծրագրվում է ավելի ուշ Ամազոնի հետ համագործակցությունն ամբողջությամբ դադարեցնել։ Այս լուրի արդյունքում ընկերության բաժնետոմսերի գինը աճել է։ Չնայած խիստ տնտեսմանը, UPS-ը կանխատեսում է, որ 2026 թվականին իր հասույթը կհասնի 89.7 միլիարդ դոլարի։ Ընկերությունը փորձում է ավելացնել շահույթը հրաժարվելով ծավալ ապահովող, բայց քիչ եկամուտ բերող էլեկտրոնային առևտրի առաքումներից։ ԱՄՆ-ի բոլոր խոշոր մետրոպոլիաներում տուն վարձակալներն այսօր ավելի էժան է, քան գնելը։ Սա լուրջ հարված է ամերիկյան երազանքի հիմնասյուն համարվող սեփականության գաղափարին, քանի որ երիտասարդ սերունդը այլևս ի վիճակի չէ անշարժ գույք ձեռք բերել։ Ըստ տվյալների, տանտերերը ամսական վճարում են մոտ 37%-ով ավելի, քան վարձակալները։ Միջին վարձավճարը կազմում է մոտ $1,500, մինչդեռ հիփոթեքային վճարումները սովորաբար գերազանցում են 2,000-ը, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մոտ $6,500 լրացուցիչ ծախս։ Իրավիճակն ավելի սուր է Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Յորքում։ Միլիոնավոր ամերիկացիներ նշում են, որ պարզապես չեն կարողանում իրենց թույլ տալ տուն գնել։ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում թափ է հավաքում հակահարկայի նոր շարժում, որի վերջնական նպատակը տանտերերի համար գույքահարկի ամբողջական վերացումն է։ Անշարժ գույքի արժեքի աննախադեպ աճը հանգեցրել է հարկային հաշիվների ուռճացմանը, ինչը դրդել է քաղաքական գործիչներին փնտրել արմատական լուծումներ։ Ջորջիայի ներկայացուցիչների պալատի խոսնակը արդեն ներկայացրել է բարդ մի ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2032 թվականը փուլ առ փուլ վերացնել գույքահարկը։ Նմանատիպ նախաձեռնություններով են հանդես գալիս նաև Ֆլորիդայի եւ Թեքսասի ներկայացուցիչները։ Կալիֆոռնիայի նահանգային սենատը ընդունել է մի օրինագիծ, որը թույլ կտա նահանգի բնակիչներին հեշտությամբ դատի տալ դաշնային գործակալներին։ Ոչ թագավորների օրենքը No Kings Act-ը նպատակ ունի թույլ տալ քաղաքացիներին դատի տալ դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցներին սահմանադրության ենթադրյալ խախտումների համար։ Օրինագիծը հաղթահարել է Սենատի արգելքը կուսակցական կողմնորոշմամբ քվեարկությամբ։ Բոլոր 30 դեմոկրատները կողմ են քվեարկել, իսկ բոլոր 10 հանրապետականները դեմ։ Օրինագծի հեղինակը չի թաքցրել, որ օրենքը ուղղված է ICE աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելուն։ Օրենքն այժմ ուղարկվում է Գերագույն ժողով նախքան նահանգապետի սեղանին հայտնվելը եւ ուժի մեջ մտնելը։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։
Ուշ քնելը կարող է թանկ արժանալ ձեր առողջության համար, դա հաստատել է Հարվարդի բժշկական դպրոցի մասնակցությամբ արված լայնածավալ հետազոտությունը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 14 տարվա ընթացքում գիշերային կենսակերպ վարողների մոտ, հատկապես կանանց շրջանում, սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկը 16%-ով ավելի բարձր է եղել համեմատած ստանդարտ ռեժիմով ապրող եւ վաղ արթնացող մարդկանց հետ։ Մասնագետները խորհուրդ են տալիս չհուսահատվել եւ կենտրոնանալ հիմունքների, ոչ թե կատարելության վրա, կարգավորելով քնի ռեժիմն ու հրաժարվելով ծխախոտից, ինչը կօգնի էապես նվազեցնել վտանգները։ Մասկը հայտարարել է, որ Model S և Model X էլեկտրամոբիլների արտադրությունը այս տարի կդադարեցվի։ Փոխարենը ընկերությունը նախատեսում է վերազինել Կալիֆոռնիայի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող գործարանը եւ կենտրոնանալ ռոբոտ տաքսիների եւ Optimus ռոբոտի վրա։ Տեսլայի հասույթը 2024 թվականի համեմատ նվազել է 3%-ով։ Մասկի հայտարարությանը շուկան դրական է արձագանքել։ Բաժնետոմսերի գինը փոքրինչ աճել է։ Optimus ռոբոտները կարող են դառնալ ավտոարտադրողի նոր այցեքարտը։ Թեպետ Model S և Model X մեքենաների արտադրությունը դադարեցվել է, դրանց սպասարկումը կշարունակվի։ Տարիներ շարունակվող արտահոսքից հետո Կալիֆոռնիայի բնակչությունը կրկին աճ է գրանցել։ Նահանգը 2020 թվականից ի վեր առաջին անգամ մտել է դրական գոտի, ավելացնելով ավելի քան 232,000 բնակիչ։ Աճի իրական աղբյուրը, սակայն, ոչ թե ներքին տեղաշարժն է, այլ միջազգային միգրացիան։ Տվյալները փաստում են, որ մինչև հազարավոր բնիկ կալիֆոռնիացիներ շարունակում են լքել նահանգը, տեղափոխվելով ավելի մատչելի շրջաններ, նրանց տեղը զբաղեցնում են արտասահմանից ժամանածները։ Բնակչության թվի աճով Տեքսասը շարունակում է մնալ բացարձակ առաջատար, մեկ տարում ավելացնելով ավելի քան 562,000 բնակիչ, իսկ Ֆլորիդան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը մոտ 467,000 նոր բնակչով։ Մինչև այս շաբաթվա միջոցառումներին անցնել է հիշեցնեմ, որ հատկապես Լոս Անջելեսաբնակ հայերն ունեն հայկական առաջին էքշնը մեծ էկրանին դիտելու բացառիկ հնարավորություն, գողություն հայկական ձևով, հետաքրքիր սյուժե, հզոր ու հայտնի դեմքերով համալրված դերասանական կազմ, մասշտաբային նկարահանումներ։ Տոմսերի վաճառքի թվով Հայաստանում ռեկորդ սահմանած ֆիլմը հասել է Լոս Անջելես։ Հունվարի 31-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Centrum կցուցադրվի արդեն մեծ աղմուկ հանած ֆիլմը «Գողություն հայկական ձևով»։ Գնաց։ Հիշեցնեմ, որ ֆիլմի տոմսերը կարող եք ձեռք բերել ticketmiket.com կայքից, իսկ գալիք օրերի մյուս հետաքրքիր միջոցառումների մասին կներկայացնի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Բարև ձեզ։ Օրը հինգշաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Հայկական ԱՄՆ-ի սրտում անմոռանալի երեկո նվիրված հայոց եւ համաշխարհային պատմության ամենափայլուն կոմպոզիտորներից մեկի Արամ Խաչատրյանի 122-ամյակին եւ նրա ժառանգությանը։ Արամ Խաչատրյան, Mr. Saberdance փաստագրական ֆիլմը կարող եք դիտել փետրվարի 11-ին երեկոյան 7:30-ին Փասադենայում AGBU Performing Arts Centrum։ Լոս Անջելեսի ֆիլարմոնիկ նվագախումբը Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ կներկայացնի Բեթհովենի եւ Լորենցի ստեղծագործությունները։ Փետրվարի 12-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Walt Disney համերգասրահում։ Մոտենում է Սիրոտոնը, այնպես որ առաջիկայում մի շարք միջոցառումներ նվիրված կլինեն հենց Վալենտինին։ Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։ Վալենտինյան նավարկություն Royal Caribbean-ով, փետրվարի 13-ից 18-ը 5-օրյա ուղևորություն դեպի Մեքսիկո, Կաբո Սան Լուկաս, հատուկ համերգային ծրագրի RP-ի, Սևակ Ամրոյանի, Արթուր Հակոբյանի, Mr. X-ի եւ համազգայինի Անի պարախմբի մասնակցությամբ։ Մանրամասները կարող եք ճշտել հեռախոսազանգով։ Դուք կարող եք ներկա գտնվել ջազի առաջատար ձայներից մեկին Լյուսի Եղիազարյանի Լոս Անջելեսյան առաջին ելույթին։ Սպասվում է Սիրոտոն, որը կմիավորի ամերիկյան եւ հայկական երաժշտության լավագույն նմուշները։ Համերգը կկայանա փետրվարի 13-ին երեկոյան ժամը 7:30 Գլենդելի Ալեքս թատրոնում։
Film Independent Spirit մրցանակաբաշխությունը այս տարի կհամախմբի կինոյի եւ հեռուստատեսության աշխարհի լավագույն տաղանդներին։ Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 15-ին ցերեկը 2-ին Սանտա Մոնիկայի ծովափին։ Մարզասերների համար առանձնապես տոնական կլինի փետրվարի 15-ի կիրակին NBA-ի բոլոր աստղերի խաղը All-Star Game-ը վերադառնում է Լոս Անջելես ռեկորդային 7-րդ անգամ։ All-Star Game-ի 75-րդ խաղը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը ցերեկը 2-ին Inglewood-ի Intuit Dome-ում։ Այսքանն էինք առանձնացրել սպասվող միջոցառումներից։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել։ Կիսվեք ձեր կարծիքով, գրեք ձեր առաջարկները։ Մենք դրանք հաշվի կառնենք մեր հաջորդ հանդիպումներն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։